Մեր պատմական ինքնությունը մի քանի հազար տարվա է։ Երբ որ դու հրաժարվում ես քո ազգային էթնիկից, դու սկսում ես կործանվել։ Մոռանանք, որ ժամանակին հենց ինքը Ռոբերտ Քոչյանը իշխանությունը ճամպրուկի նման հանձնել է Սերժ Սարգսյանին։ 91-ին մենք պետություն չստեղծեցինք, 91-ին մենք ձեռ բերեցինք անկախություն։ Պետության հասկացողության սխալ հասկացողություն է, որ կա մեր մեջ։ Ինքնությունը թողած էր երկրորդական պլանի վրա։ Ասում արատաղանի հանի էլի կնիկից, հանի խաղաղ ապրենք էլի։ Մենք սարսափելի ռիսկերի մեջ ենք անկեղծին։ Խաղաղությունը չի հիմնվում թղթի կտորի վրա ստորագրված կողմերով։ Եթե ասված չանի սրանք մնան իշխանությանը դառնան, ապա Ադրբեջանը դա վերագրելու իրեն։ Մեր վարչապետի անողջույն Աբդուլհամիդ գնալու են ծառայել Աբդուլհամիդի 44-օրյա պատերազմը, նա Բիշկեկում կնքված այդ խայտառակ հրադադարի արդյունքն է։ Դեռ մեկ չէ, մենք հիմա ինչ աղետի մեջ ենք։ Եվ քո, ասենք թե մտավորականությունից քանից նա խոսում է աղետի մասին։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, որի հյուրն այսօր միջազգայնագետ Արմեն Մանվելյանն է։ Բարև եք եկել։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերքի։ Մենք ենք շնորհակալ, այսօր սեպտեմբեր 21-ն է։ Շնորհավորում եմ ձեզ, իհարկե թողարկումը եթեր է հեռարձակվելու հաղորդումը մի քանի օր անց։ Ընդունեք շնորհավորանքներս եւ արդյոք մենք պետք է այսօրը այտենց նշենք ու շնորհավորենք մեկ-մեկու։ Շնորհակալություն, ես էլ եմ միանում շնորհավորանքներին, որտեղ իսկապես այսօրը պետք է նշել։ Որովհետեւ մենք ենք քիչ ծերուններից ենք ու բախտը վիճակվել է տեսնել անկախ Հայաստան։ Որտեղ Հայաստանը միշտ չէ որ եղել է անկախ, եղել է տարբեր կայսրությունների, պետությունների կազմում, չնայած ինքը որոշակի իշխանությունը միշտ էլ ունեցել է նույնիսկ տարբեր երկրների կազմում, ասենք նույն սովետական Հայաստանը որոշակի ավտոնոմիա ուներ այն սովետական միության համակարգում եւ այլն, այսինքն տարբեր ժամանակում մենք որոշակի պետական համակարգեր ունեցել ենք, ասենք նույնիսկ Սեֆյան Պարսկաստանում Արցախի մելիքները կիսանկախ տենց համակարգել մելիքներ կային Սյունիքում, Արցախում, Լոռիում, ասենք թե նույն Օսմանյան կայսրությունում հայերը ունեին իրենց ասենք կիսաավտոնոմ համակարգերը, օրինակ նույն Սասունում, Զեյթունում եւ այլն։ Այսինքն, բայց ձևավորել ամբողջական անկախ պետություն մենք կարողացել ենք գոնե վերջին 34 տանում ինչ որ ձևով 35 տարում կարողանում ենք այն պահել։ Պարոն Մանվելյան, ինչով է արժեքավոր անկախությունը։ Երկերի մեջ ունենք ազատ անկախ Հայաստան, ասում ենք շատ կարևոր է, նահատակներին ենք հիշում, միլիոնավոր հայեր են դուրս եկել այդ անկախության համար պայքարին։ Նայեք, շատ կարևոր հարց եք տալի եւ միաժամանակ շատ բարդ։ Փորձեմ պատասխանել, նայեք, անկախությունը իսկապես անկախ պետություն ունենալը կարևոր արժեք է։ Որտեղ աշխարհում կան 5000-ից ավելի տարբեր ազգեր, էթնիկ խմբեր, բայց պետականություն ունեն շատ քիչ, մոտավորապես 200-ը։ Հիմա մենք այդ բախտավորներից մեկն ենք, էլի ասենց կարելի ասել, որ կարողացել ենք այդ պետությունը ունենալ, չասեմ կառուցել, որտեղ պետություն կառուցելը մի բան է, այն ձեռք բերել է մեկ այլ բան։ Հատկապես 20-րդ դարում մենք շատ ենք տենում, երբ որ ոնց են կայսրությունների քանդվում են անդադ, իհայտ են գալիս լիքը անկախ պետություններ, բայց դրանց մեծ մասը որպես կանոն անհաջողակ պետություն է, ասենց ասենք։ Նույնիսկ հատուկ համակարգ չափման միավոր, ասենց ասենք, կամ չափման ձև հաջողված եւ չհաջողված պետություններ, որպես կանոն պետությունների ճնշող մեծամասնությունը համարում են չհաջողված պետություններ։ Բայց ինչևէ, մենք ունենք այն ինչ որ ունենք, եւ սա իսկապես մեր համար կարեւոր ձեռքբերում է, որովհետեւ ինչու է պետք պատասխանելով ձեր հարցին հենց անկախ պետություն, որովհետեւ մեր ազգային ինքնությունը մեր ինքնաճանաչում մենք կարող ենք ստանալ միայն ազգային պետություն ունենալու միջոցով։ Ազգային պետությունը, անկախ պետությունը, սա նաև հնարավորություն է։ Սա հնարավորություն է այդ ինքնության եւ քո ինքնաճանաչման միջոցով կերտելու, ստեղծելու իսկապես նոր տիպի
պետականություն զարգանալու ամենակարևորը եւ առաջ գնալու տանելու քո մշակույթը, քո լեզուն, քո ինքնությունը զարգացնելու։ Ինչ է առասարակ պետություն ձևակերպումը ոնց հասկանալ մեր դեպքում։ Նայեք, նորից շատ 91-ին ստեղծեցինք մենք պետություն։ Չէ, 91-ին մենք պետություն չստեղծեցինք, 91-ին մենք ձեռք բերեցինք անկախություն, սրանք տարբեր բաներ են։ Որտեղ դու կարող ես ձեռք բերել անկախություն, այդպես է չկարողանաս պետություն ձևավորես, որտեղ նորից երբ որ հիշատակում ենք, չհաջողված կամ էլ պետություն հասկացողություն, անկոր այն պետությունները, որոնք ունեն անկախություն ֆորմալ առումով, բայց իրականության մեջ իրենք այդպես է չեն կարողանում պետություն կառուցել։ Ցավոք սրտի մենք դրանցից մեկն ենք։ Եվ դրա հիմքում, նայեք, դրա հիմքում պետության հասկացողության սխալ հասկացողությունն է, որ կա մեր մեջ։ Մենք ի սկզբանե չգիտես ինչու որոշեցինք, որ պետությունը դա սիմվոլներն են։ Իսկ եթե ունես դրոշ, գերբ, հիմն, ունես նախագահի ինստիտուտ, պարլամենտ եւ այլն, ապա դու ունես պետություն։ Բացարձակ դա կապ չունի պետության հետ։ Որովհետեւ սովետական միությունում մենք ունեինք այդ սիմվոլների շատ-շատերը, բայց պետություն որպես այդպեսին չկար։ Նայեք, պետության ձևավորումը, պետությունը դա մենք ենք, ես եւ դու ենք։ Մեր զավակներն են, հայ ժողովուրդն է պետությունը։ Բայց այդ հասկացողությունը, պետության հասկացողությունը, որի կրողը պետք է լինի հայ ազգը, ինքը ձևավորում է ժամանակի ընթացքում, ինքը ձևավորում է կրթական, դաստիարակչական, բավական լուրջ մեծ աշխատանք տանելու միջոցով։ Երբ որ դուք սկսեք ուսումնասիրել, ասենք թե պետությունների պատմությունը, հատկապես ասենց ասեմ, կայացած կամ մեծ հաջողությունների ասած պետությունների պատմություն, ապա կտեսնեք դրանց հիմքում կրթադաստիարակչական համակարգն է, որոնք ունեցել են տարբեր մակարդակներում եւ տարբեր ժամանակներում։ Եվ այդ կրթադաստիարակչական համակարգում իրենք կարողացել են հասնել ազգային գաղափարախոսության, ազգային գաղափարի, որի կրողը դարձել են այդ երկրների բոլոր քաղաքացիները, անկախ իրենց սոցիալական իրավիճակից, սեռից եւ այլն եւ այլն, եւ լինելով այդ ամենի կրող իրենք կարողացել են ստեղծել հենց այդ պետությունը։ Այսինքն պետությունը դա պատասխանելով ձեր հարցին նախ եւ առաջ հայ ազգն է։ Պարոն Մամելյան, 91-ին մենք ստեղծեցինք անկախ, ունեցանք անկախություն, փորձեցինք ստեղծել պետություն, ինչ սխալ արեցինք, որ այսօր ունեցանք այսպիսի պետություն։ Դուք ասում եք կրթություն եւ դաստիարակություն։ Միթե մենք չէինք կրթում, չէինք դաստիարակում։ Նայեք, խոսելով կրթության եւ դաստիարակության մասին, ցավոք սրտի սովետականության անկումից հետո մեր ամբողջ կրթական համակարգը ոչնչացվեց։ Ես ինքս ցավոք սրտի դրա ականատեսն եմ եղել, ոնց իբր թե կեղծ ազգային գաղափարախոսության կամ գաղափարների շուրջ սկսեցին կրթական համակարգերը ոչնչացնել ու քանդել, ներմուծելով արևմտյան համակարգեր, որոնք ընդհանրապես հակազգային էին իրենց էության մեջ իրենց ձևով։ Օրինակի համար ես հիշում եմ, ես ինքս ժամանակին սովորել եմ ասենց ասեմ մաթեմատիկական թեքումով դպրոցում, եւ մեր ուսուցիչները, հատկապես բարձր դասարաններում մաթեմատիկա, իրենք որպես կանոն պոլիտեխնիկի դասախոսներ էին, հա պոլիտեխնիկական կրթություն ունեցող։ Ու ինձ համար շատ զարմանալի էր, երբ որ Հայաստան անկախություն ձեռք բերեց, ապա առաջին բանը որ արեցին, արգելեցին ոչ մանկավարժական բուհեր ավարտածներին դասավանդել դպրոցներում։ Ու իմ այդ բոլոր դասատուները, որոնք դասավանդում էին բարձր դասարաններում, դուրս մնացին, որովհետև պոլիտեխնիկը չի տալի մանկավարժական կրթություն։ Հա, ինչ ինձ համար ապշել էր, այսինքն սովետական միությունը դա նորմալ էր դիտարկում, ասենք դա անկախ Հայաստանը չէ։ Սրա ու դրեց հիմք քանդվելու։ Հետո իբր թե ռուսական դպրոցների դեմ պայքարի անվան տակ սկսեցին նաև քանդել այդ դպրոցները եւ այլն, ասելով որ իբր թե մեզ ռուսերեն պետք չի ու տես տարբեր դրա այդ սոուսի տակ սկսեցին շատ կրթական համակարգեր ոչնչանալ։ Հետո ավելի ուշ մտցրեցին արևմտյան կրթական համակարգ, հետո ասեցին ընդհանրապես դաստիարակությունը դա դպրոցի խնդիրը չի ու դաստիարակության ամեն մեկ իր ընտանիքում ոնց ուզում է թող զբաղվի։ Արդյունքում մենք կորցրեցինք այն հիմքը, որի վրա կառուցվում է ազգը։ Իսկ ազգային պետությունը ստեղծվում է միայն ազգային դաստիարակության հիմնան վրա, որը կարա տա միայն պետական մակարդակով, պետական որոշակի մոտեցումները, որովհետև նորից եմ կրկնում, եթե դուք վերցեք օրինակի համար հենց հիմա Միացյալ Նահանգների կրթական համակարգը, հատկապես անցյալ դարի ամբողջ ընթացքում, ապա կտեսնենք, որ այն հիմնված է հզոր ազգային պետություն ստեղծելու գաղափարախոսության վրա։ Չգիտեմ, իրանք իրենց ամեն դաս սկսում են երկի հիմնը երգելով, երկի պատմությունը ուսումնասիրելով, ու երեխաներին ասում են, որ Ամերիկան մեծ պետություն է, գերհզոր պետություն է, որ միակն է եւ այլն, եւ ասված իրենց հետ եւ այլն եւ այլն։ Այսինքն հենց այդ կրթակ այդ դաստիարակչական համակարգը բերում է նրան, որ
իրենք արդյունքում ստանում են նաև հզոր պետություն։ Ինչու մեզ չհաջողվեց այդպես էլ ունենալ այնպիսի կրթական համակարգ, որը կարտադրեր, թույլ տվեք ասել, ազգային պետական մտածողություն ունեցող քաղաքացի, որի համար Արցախը չէր լինի Ադրբեջան, որի համար պատմական Հայաստանը չէր լինի կեղծ Հայաստան։ Ես խոսում եմ այսօրվա, որտեղ այսօրվա իշխանավորները այդ անկախ Հայաստանի ծնունդ են, կրթական ամենաշատ բարեփոխված կրթական համակարգի ծնունդ են։ Դուք հենց այդ հարցի պատասխանը տվեցիք, էլ այսօրվա սերունդը, որ հիմա իշխանության է, իրանք հենց այդ հետ-սովետական շրջանում կրթություն ստացած անձիկ են։ Եվ այդ կրթական ամբողջ համակարգ իրեն սովորում էր, որ կարևոր է լավ մաթեմատիկա իմանալ, լավ ֆիզիկա իմանալ, պատմություն այնքանով որքանով, բայց դա չէին կապում քո ինքնության հետ։ Այսինքն ինքնությունը թողած էր երկրորդական պլանի վրա։ Մենք տենց է չկարևորեցինք, որ պետության հիմքը հենց ազգային ինքնությունն է։ Իսկ այդ ազգային ինքնության կարելի է հասնել դաստիարակության միջոցով, կրթության եւ դաստիարակության, ասենք անկախտելի են իրար, եւ որ մեկը մյուսից անջատում ես, դու ստանում ես մի համակարգ, ստանում ես կամ գլոբալիստական կամ ասենք կոսմոպոլիտ մտածող մի սերունդ, որը գալիս է ասում է դե հիմա ինչ տարբերություն։ Ես էլ եմ ապրում, թե Գլենդելում եմ ապրում, իր համար արտագաղթերը դառնում է շատ սովորական խնդիր կամ է այսինքն ազգային ինքնությունից, ազգային գաղափարախոսությունից, ազգային մտածելակերպից կտրված անձը ինքը դառնում է անկախ իրանից, ինչ որ առումով իր համար ինքը սկսում է փնտրել նոր իրողություններ կամ նոր առաջնահերթություններ։ Պարոն Մամելյան, բայց ազգայինն էլ իր մեջ ռիսկեր է պարունակում, որովհետև ազգայինը ակնհայտ, չասեմ մարտահրավեր է, բայց առնվազն ռիսկ հարևան պետությունների համար, նո արևելք արևմուտք։ Նայեք, մեր ազգայինի մեջ կա հավակնություն, հա, մեր ազգային արժեհամակարգի մեջ։ Կորուսյալ հայրենիք, ցեղասպանություն, հազար ու մի պահանջ, որը խոցում է, որը բանի տակ է դնում, ասենց խնդրահարույցը բան է առաջացնում, էլի Թուրքիա, Ադրբեջանի մոտ։ Էլի շատ կարևոր հարց եք տալիս։ Դրա համար ներողություն եմ խնդրում, սրանք ասում են, այդ ցավը տանը մաս մարատանի, հանի էլի կնիկից, հանի խաղաղ ապրենք էլի։ Տրիվիալ օրինակ է, բայց հեսա։ Բայց ճիշտ օրինակ է։ Նայեք, երբ որ դուք հրաժարվում եք ձեր ազգային ինքնությունից եւ ասում եք, լավ, դե հիմա ինչ եղել է, հետ եղել է 100 տարի առաջ 15 թվին ցեղասպանել են հայերին, դրանց էլ 200 տարի առաջ եւ այլն, դուք կանում եք մի իրավիճակի առաջ, որ չհասկանալով, բայց ստեղծում եք մի իրավիճակ, եւ որ դա կարող է կրկնվել, որտեղ երբ որ դու մոռանում ես քո պատմությունը, իսկ պատմությունը վատ սովորությունն է ժամանակ առ ժամանակ կրկնվելու, եւ հայտնի խոսք կա, որ ասում են պատմությունը ինքը չի սովորեցնում, բայց ինքը դաժանորեն պատժում է նրանց, ովքեր այդ դասերը չեն քաղում։ Հիմա ցավոք մենք դասեր չենք քաղում, եւ մենք պետություն կառուցելու, իսկապես ազգային պետություն կառուցելու փոխարեն մենք գնացինք ազգային սիմվոլների հետևից։ Ասացինք դե ունենք նախագահի ինստիտուտ օրինակ։ Այս մարդուն ընտրենք նախագահ, մյուսին երկրորդին, երրորդին, չորրորդին, արդյունքում ունենք էլի պետություն, նախագահ ունենք, խորհրդարան ունենք, որ մարդիկ նստած ինչ որ գործ են անում։ Դրանից չհասկանալ, որ այդ մարդիկ բացարձակ կապ չունեն պետության հետ։ Իրանք ընդհանրապես մենք երկրորդ շփոթմունքներ ենք անում, որ ասում ենք պետությունը իրանք են, ավելի շուտ իրանք են սիրում ասել, որ պետությունը մենք ենք, որտեղ մենք իշխանության ենք, ժողովուրդը մեզ ձայն է։ Իրականության մեջ իրանք պետություն չեն։ Իրանք տվել է ժամանակավոր իշխանություն կառավարելու պետությունը։ Իրանք պետք է ժողովրդին ծառայեն, իրանք ժողովրդի ծառաներն են։ Բայց ծառայելու փոխարեն իրանք նախընտրում են այն ժողովրդի նկատմամբ իշխել։ Ունեն չէ որ սրանք էլ են իշխում։ Միշտ է տենց է։ Դա ռեգիոնալ խնդիր չի, ազգերի, ասենց Կովկասյան, միջմերձավոր արևելքի փոքր։ Չէ, դա ընդհանրապես ամեն տեղ։ Չկներեք, օրինակ Ռուսաստանում անձ իշխանություն չի։ Բելոռուսիա, Ադրբեջան, այս մեր ռեգիոնումը տենց է, ոժձերի ռեգիոն է։ Չէ, նայեք։ Կներեք, որ ժողովուրդն էլ սիրում է գնում է ուժեղ անհատի հետևից։ Իդեպ եւ ուժեղ, եւ տենց ուժեղ։ Նայեք, ճիշտ եք ասում, մեր պատմությունը տարբերվում է թե Ռուսաստանի, թե Բելառուսի, թե նույնիսկ հարևան երկրների պատմությունից։ Մենք պատմական անցյալ ունեցող, պատմական ինքնություն ունեցող ազգ ենք, սա շատ ազգագյուտ բան է։ Ու մեր պատմական ինքնությունը մի քանի հազար տարվա է, որը նույնպես շատ քիչ քիչ երկրներում, քիչ ժողովուրդների մոտ է հանդիպում։ Այդ փոխանակ մենք հենվենք մեր պատմական անցյալի վրա եւ կառուցենք այն պետական համակարգը
որը մեզ հնարավորություն կտա էլ ավելի հզորանալու եւ առաջ գնալու, մենք գնացինք այդ ազգային ինքնությունից հրաժարվելու ճանապարհով, դրան փոխանելով կեղծ հայրենասիրության, որը կար նախկինում, հիմա էլ հրաժարվել են նաեւ այդ հայրենասիրությունից ընդհանրապես եւ փորձում են կառուցել, ասեն, ձեր համար կարեւորը ստամոքսի խնդիրն է։ Տեր Պետրոսյան, 90-ականներ, հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է։ Եթե ազգային գաղափարություն, շնորհակալություն որ ուղեցիք, 25 թվական ԿԳՄՍ նախարար Տիկինը ասում է հայրենասիրությունը ռիսկեր է պարունակում իր մեջ, հա։ Էս ի՞նչ է։ Սա մենք ձեզ հետ հետամնաց ենք իրենք ավելի առաջադեմ։ Չէ, իրենք ընդհանրապես չհասկանալով կամ հասկանալով, չեմ կարող ասել, ազգի կործանման կամ ազգի ոչնչացման նախապայմաններն են դնում։ Որտեղ որ դու հրաժարվում ես քո հայրենասիրական եւ ազգային նպատակներից, դու գնում ես դեպի կործանման։ Սա պարզ ֆորմուլա է, որ պատմականորեն ես տասնյակ պատմական օրինակներ կարող եմ ասել, ոնց են պետությունները ազգեր մի ամբողջական կայսրություն է կործանվել, եւ որ սկսել են հրաժարվել իրենց ազգային նպատակներից, իրենց ազգային ինքնությունից, սկսել են կարևորել ոչ թե պայքարը հանուն իրենց նպատակները, կարևորել, ասենք թե այն լափը, որ իրենց տրվում է իշխանության գալու ճանապարհով։ Սովորի որ լավ ապրես։ Հա, մոտարպես դա է, նույնիսկ սովորել չէ, սովորելն է կեղծ բան, այսինքն կարևոր լավ ապրես։ Հիշում եք մեր առաջին նախագահն է ասում էր, եթե Արցախը չանձնես, Սերգոջան վատ է ապրելու, այսինքն լավ ապրելը դարձել է ինձ կյանքի նպատակ, այսինքն ոչ թե կրթություն ստանալ, ոչ թե առաջ գնալ, ոչ թե զարգանալ, ոչ թե քո ազգայինը առաջ տանել, ոչ թե քո ազգայինը զարգացնել, ոչ թե քո քաղաքակրթությունը առաջ տանել եւ զարգացնել, այլ լավ ապրել, իսկ եթե որ երիտասարդին դու տալիս ես լավ ապրելու գաղափարը, ինքը մտածում է դե Գլենդելում էլ կարամ լավ ապրել, Մոսկվայում էլ կարամ, չգիտեմ, Փարիզում, Լոնդոնում եք ամեն տեղ կարամ լավ ապրեմ, խեմ մնում ստե, ընդ ավելի լավ կարամ ապրեմ։ Այդ լավ ապրելու գաղափարը բերում է ազգի կործանման հետ։ Բացարձակ օղի հետ կապը կտրվում է եւ դառնում է այդ հայրենասիրությունը, հայրենիք սիրելու բանը դառնում է ծանր բեռ։ Դա ոչ թե բնական է դառնում, այսինքն հայ լինելը ոչ թե դառնում է բնական, այլ մարդկանց համար համոզում են, որ դա ծանր բեռ է, եկեք ազատվենք դրանից։ Ազատվում են մարդիկ էլ ասում են, դե լավ, դե ինչ կարևոր է, որ եթե իմ նպատակը լավ ապրելն է։ Ամերիկան ավելի լավ հնարավորություն։ Այնա Գլենդելում ավելի լավ կապրեմ, այլ տեղեր ավելի։ Ու սա բերում է նաև արտագաղթի, այսինքն քո արտագաղթի հիմքերից մեկը նաև քո ազգային էթնիկ գաղափարախոսության բացակայությունն է, քո ազգային էթնիկ դասիրակության բացակայությունը։ Ամենակարևորը ազգի ձևավորման բացակայությունը, որտեղ ազգը ձևավորվում է նպատակների շուրջ։ Այ ազգին պետք է տալ նպատակ։ Այդ դեպքում քո ժողովրդից կդառնա ազգ, որը առաջ կտանի անկախ նրանից թե դա ինչ թվականակ ունի։ Որտեղ պատմության մեջ մենք շատ անգամ ենք տեսել, որ փոքր թվականակով ժողովուրդները կարողացել են գերեզոր պետություններ ստեղծել։ Գնալ ահռելի նպատակներ ասեն, նույն ասենք թե հայտնի այդ մոնղոլների պատմությունը, չէ, փոքր բանակներով գնացին Սաղաշարը նվաճեցին։ Հիմա ես կոչ չեմ անում Սաղաշարը նվաճել, բայց երբ որ դու հրաժարվում ես քո ազգային էթնիկից, դու սկսում ես կործանվել, ասենք երբ որ նորից նայում եք, ասենք թե ոնց Բյուզանդիան կամ Հռոմեական կայսրություն կործանվեցին, սկսեցին կործանվել այն ժամանակ, որ հրաժարվեցին իրենց ազգային նպատակները։ Պարոն Մամիրյան, այսինքն մենք 91-ից հետո սենց պարբերաբար հրաժարվեցինք ազգային ինքնության արժեքներից, դրա համար եկանք հասանք այսօրվան, որովհետև սենց եթե արագ ես վերցանում եմ մեր քաղաքական պատմությունը, 91 Լևոն Տեր-Պետրոսյան, հետո 96 թիվ, հա, ընտրությունները հիշում ենք եւ այլն, հետո 97 թիվ, Ռոբերտ Քոչարյան 99 թիվ հոկտեմբեր 27, հետո 2008 թիվ մարտի 1 փոխանցումներ են եղել։ Հետո 2018 թվական իդեպ նույն Ռոբերտ Քոչարյանն այդտեղ որպես քննադատություն չէ, հնչեցրեց հայտնի խոսքը, որ իշխանությունը ճամպրուկ չի որ հա։ Այ ո՞նց եք դուք մեկնաբանում այս ողջ տրանսֆորմացիան։ Շատ լավ բան եք հիշեցնում, իսկապես նախագահ Քոչարյանը ժամանակին այդ հայտնի արտահայտությունը արեց, որ իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցեք հենց այնպես։ 18 թվական Սերժ Սարգսյան, հա, եւ որ Սերժ Սարգսյանը իշխանությունը իսկապես ճամպրուկի նման հանձնում էր Նիկոլ Փաշինյանին։ Ու ըստ իր մեկնաբանությանը տես չէ, բայց իրականությունը դա է։ Այո։ Բայց չմոռանանք, որ ժամանակին հենց ինքը Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը ճամպրուկի նման հանձնել է Սերժ Սարգսյանին։ Դրանից առաջ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը տես ճամպրուկա հանձնման գործընթաց կանչեց, հա, էլի մոտավորապես նույնն է։ Ու ամեն անգամ այս ճամպրուկա հանձնումը, որը կոչվում է իշխանափոխություն են կոչում, քողարկում էր տարբեր բաներով, այսինքն միտե ընտրություններով էր քողարկում, միտե կեղծ հեղափոխությամբ էր քողարկվում։ Այսինքն սա էլ կարևոր բան է, երբ որ դու ազգին վերածում ես էլեկտորատի,
ապա այդ էլեկտորատը պատրաստ է գնալ մասնակցելու կեղծ ընտրությունների, կեղծ հեղափոխությունների, ամեն տեսակի կեղծիքների, քանի որ ինքը արդեն դադարել է ազգ լինել, ինքը ընդհանրապես էլեկտորատը գնանք ոնց անենք այդ էլեկտորատի ինչ որ բան խոստանանք, 5000-ով չեն կառնի, 50000-ով կառնենք։ Կամ էլ 50000-ով չեն կառնի, ինչ որ խաղաղություն խոստանանք, ինչ որ կեղծ բան խոստանանք եւ գբերենք դեպի մեծ։ Այսինքն երբ որ քո ազգային նպատակները դադարում են լինելուց կարևորագույն առաջնային, երբ որ ազգին դու վերածում ես, իսկ դա նորից եմ կրկնում, վերջին 7 տարում չի եղել, դա եղել է վերջին 35 տարում, պարբերաբար ազգին վերածում ես էլեկտորատի, դու ստանում ես ինչ որ դու ստանում ես առաջին ճամփրուկահանձման գործընթաց, երկրորդը դու ստանում ես ազգային նպատակներից հրաժարում, կամաց Արցախի հանձնումը այնպես թեթևա տեղ ունենում, շատ մարդիկ Երևանի կաֆեներում նստած թքած ունեին, որ այնպես 150,000 մարդ անտուր անտեր փողոցներն էր թափված, ու սա բերում է նաև ազգի կործանման, այսինքն մենք ձեր մենք միասին տեսնում ենք ազգային իդեալների, ազգային գաղափարների կործանման գործընթաց, որը վաղ թե ուշ բերել է պետության կործանման։ Մանավանդ եկեք չմոռանանք էլ, մենք ինչ ժամանակներում ենք ապրում։ Այսինքն այն ստանդարտները, միջազգային իրավունքի սկզբունքները, որոնք կային դեռ մի 10 տարի առաջ, որոնք քիչ թե շատ գործում են, հիմա ընդհանրապես չեն գործում։ Ներխուժել այլ երկիր, գրավել նրանից տարածքներ, ցեղասպանություն կազմակերպել, էթնիկ զտումներ կազմակերպել, դա դիտարկվում է որպես նորմա, ցավոք սրտի։ Եվ չկան այն միջազգային գործընթացները, պատժամիջոցները, որոնք նախկինում գործում էին, նախկինում կարող էին ասենք թե Իրաքը գրավում էր Քուվեյթը եւ ինչ որ կոալիցիա էր ստեղծում, գալիս էր Քուվեյթը ազատագրելու եւ այնտենց բաներ այլևս չկան, ոչ ոք չի գա քեզ չի ասում։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Գերագույնից ցտաբանություններին չանդրադառնանք անվտանգային համակարգի մասով, հա դե բանակը որտեղն է բան եւ այլն։ Բայց այսօրվա Հայաստանը ինչ անվտանգային ռիսկեր ունի ձեր կարծիքով, թե ներքին, թե արտաքին։ Նայեք, մենք սարսափելի ռիսկերի մեջ ենք, անկեղծ ենք։ Մեզ փորձում են այդ ռիսկերը ցույց չտան, քնեցնեն տարբեր տեսակի կեղծ խոստումներով, որ մենք հեսա խաղաղություն ենք բերում։ Խաղաղության հիմքում դնելով զիջումների քաղաքականությունը ու ստեղծելով են միամիտ բանը, որ գիտեք, զիջումները ինչ որ մի օր կավարտվեն։ Ուզում հատուկ շեշտեմ, էլի, որպես մարդ, որ գիտի պատմությունով, միջազգային հարաբերությունների մասնագետ, զիջումների քաղաքականությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից երբեք կանգ չի առնում։ Իրանք երբեք չեն ասի, վերջ, բավական է ինչքան զիջեց, եկել գրանք ինչ որ խաղաղության փաստաթուղթ ստորագրեն։ Նախ այդ փաստաթուղթը ոչինչ չի տալիս, որտեղ խաղաղությունը չի հիմնվում թղթի կտորի վրա ստորագրված կողմերը, որտեղ այդպես տասնյակ պատմականորեն կարող եմ ես տասնյակ այդպես դեպքեր բերեմ, որոնք թղթի կտորներ են ստորագրվել խաղաղության անվան տակ, բայց դրանից հետո հաջորդ օրը պատերազմը սկսվել է։ Հետևաբար թղթի կտորով չի որոշում խաղաղությունը։ Խաղաղությունը որոշում է քաղաքական եւ ռազմաքաղաքական բալանսի արդյունքում։ Ունենք մենք այդ բալանսը, թե չունենք այդ բալանսը։ Ցանկանում ենք ստեղծել, թե չենք ցանկանում ստեղծել։ Կարողանում ենք հասկանալ մեր շուրջը ինչ է կատարում, թե չենք կարողանում։ Ցավոք սրտի այսօրվա գործող քաղաքական ռեժիմը չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Չի հասկանում։ Իհարկե, ինչ է մեր շրջապատում կատարում, իրենք իսկապես իմ խորին համոզում չեն հասկանում։ Մենք հիմա փորձենք հասկանալ ինչ է մեր շուրջ կատարվում ձեր օգնությամբ, բայց մենք ունենք արտաքին հետախուզության վարչություն, եթե չեմ սխալվում, որի օրիորդ ղեկավարը, եթե չեմ սխալվում, այդտենց են ասում, ասաց, որ անվտանգային սպառնալիք չկա։ Չէ, դա ասեմ, բաց այդ հոխորտում են, Բացի դրանից, որ դա շատ անլուրջ է, դա շատ նաև վտանգավոր է։ Ով գոնե ինքը իրավունքություն է դա ասում։ Ընդհակառակը դուք պետք է նույնիսկ ինչ որտեղ ռիսկերը բարձրացնեք, որպեսզի դուք կարողանաք միշտ պատրաստ լինել անվտանգային ինչ որ հատկապես արտաքին անվտանգային այն ռիսկերի, որոնք կան, որոնք ամեն մարտահրավերների։ Նայեք, արտաքին մարտահրավերները հիմա այլ ավելի վատ վիճակում են։ Մեր նկատմամբ, մեր հանդեպ, ռիսկերը շատ բարձր են, որտեղ Ադրբեջանը հստակ կերպով հասկանում է երկու բան։ Առաջին այսօրվա քաղաքական ռեժիմը իրենից կախված է։
Այո։ Եվ կախված է թե ինքը ոնց կպահի սահմանին, դա ոնց է նա կմնա իշխանության թե չի մնա։ Պարզը որ իրենք ուզում են որ սրանք մնան, որտեղ սրանք անընդհատ զիջումներ են գնալու, չէ՞։ Խոսք են տվել, որ սահմանադրությունը կփոխեն, որ մեր անկախության հռչակագիրը, որ մեր ծննդականը միակ փաստաթուղթն է, դրանից կհրաժարվեն։ Հաջորդ պահանջը որ կա Ադրբեջան, չէ, դա 200-ից 300,000 ադրբեջանցիների մուտքն է Հայաստան։ Իրենք արդեն սկսել են ID քարտեր բաժանել արևմտյան Ադրբեջանը ավանդակ եւ նույնիսկ ինֆորմացիա կար, որ արդեն 100,000 մարդու տվել են, այսինքն այդքան մարդ պատրաստ է գալու։ Բայց հասկանում ենք, չէ, որ դա դրանով է չի սահմանափակվի։ Եթե ասված չանի սրանք մնան իշխանությանը գարնանը, ապա Ադրբեջանը դա վերագրելու իրեն, որ իմ շնորհիվ, իմ քայլերով, իմ զիջումների արդյունքում դուք կարողացաք վերարտադրվեք։ Իմ կեղծ խաղաղության խոստումներն էին, որ ձեզ հնարավորություն տվին։ Հետաբար եթե դուք վերարտադրվել եք, պատրաստ եք ել ավելի մեծ զիջումների մեզ, քան կա։ Խոսքը Հայաստանից նոր տարածքների գրավման մասին է, խոսքը Զանգեզուրի միջանցքի վերցման մասին է, որը վաղ թե ուշ իրենց համար կազուս բելի է լինելու, այսինքն պատերազմ սկսելու շատ լավ առիթ ու հնարավորություն իրենց համար, որպեսզի ամբողջովին Հայաստանի հարավասյունիքը գրավեն։ Այսինքն ռիսկերը շատ մեծ են։ Նորից եմ կրկնում, եթե սրանից դեռ մի 10-15 տարի առաջ կային միջազգային ինչ-որ համակարգեր, որոնք կարող էին ճնշել, թույլ չտալ եւ արգելափակել եւ այլն, հիմա դրանք չկան այլևս։ Հիմա երկրները ներխուժում են միմյանց տարածք, կարող է ինչ-որ մեկին դատապարտում, ինչ-որ մեկին չէ, բայց իրականում ինքը ոչ մի էական գործընթացի վրա չի էլ ազդում։ Եթե դու կարող ես ուրիշից տարածք գրավել, ոչ ոք չի գա ասի, այդ տարածքը պետք է զիջես մյուսին։ Ընդհակառակը ասում են, դե շենց հաշվի նստել է ինչ որ կատարվում է, հիմա էսա վիճակը, ինչ կարող ենք անել, չէ՞։ Հա, բայց էլի իրանց կեղծ թեզերով ասում են, նա Թրամփին եկեք ծափահարենք, հայ Թրամփի ուղին մեզ խաղաղություն բերեց, ասենք այստեղ Ռուսաստանի 102 ռազմաբազա կա, Թուրքիայի ցամանը ռուսական տղեկն են պահում։ Այդ իրենք ծափահարում են Պապին, ով մի 4 անգամ խառնեց Կամբոջա, ասում Հայաստանի ու Կամբոջայի միջև խաղաղություն եմ կնքել։ Հայաստանն է Ալբանիայի։ Ալբանիայի բան, ասենք տենց, դա ինչ կուզի ասել։ Սրապես էլ ինչ կուզի ասի։ Մի գերագույնել են, այլ։ Նայեք, ցավոք սրտի նորից մեր պետական այն ինստիտուտները, որոնք կան, չեն գործում։ Ինչը ցույց է տալիս, որ պետական ինստիտուտները իրանք միշտ էլ եղել են անգործունյա, միշտ եղել են ոչ թե հանուն պետության, այլ հանուն գործող իշխանությունների։ Իրանք միշտ վարժեցվել են դրա համար, այսինքն քո ոստիկանական համակարգը միշտ էլ ծառայել է իշխանություններին։ Պետությանը իրանք երբեք չեն ծառայել։ Բայց չէ՞ որ դրանտեղ մարդիկ են, պարոն Ամբելյան, ախր այդ մարդիկ ճանապարհ են չէ անցել։ Կռիվ են տեսել, պետության հենասյուն են, ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն, բանակ։ Իսկ այդ մարդկանց ինչ է, վաղը թուրք եկավ, պետք է էլի չես տա։ Ես համոզված եմ, որ հա, եթե թուրքը պաշտոնապես դառնա իշխանություն, ասենք ձեր վարչապետի անունը կոչվի, այսինքն մեր վարչապետի անունը կոչվի Աբդուլհամիդ, գնալու են ծառայել Աբդուլհամիդին, դրանից բան չի փոխվի։ Լուրջ եք ասում։ Որտեւ ես համոզված եմ դրան, որտեւ իրենց տենց վարժեցրել են։ Այսինքն իրենց ազգային գաղափարախոսությամբ կրթելու, դասիրակելու փոխարեն իրենց վարժեցրել են իշխանություն ծառայելու։ Ով հայտնի են ով է ես փալա սկզբունքով, չէ՞, հայկական ասած։ Խայտարակագույն ասացված կա, էլի։ Հա, բայց բացարձակապես ճշմարտանման, ասենց ասենք։ Եվ ցավոք սրտի սա է իրավիճակը։ Եվ քո ամբողջ իշխանական համակարգը ծառայում է գործող իշխանությունին, կա ինստիտուցիոնալ համակարգերը, դատախազություն եւ այլն, եւ որ քո սահմանադրությունն եւ օրենքները այդ սահմանազատումը կամ հավասարակշռման մեխանիզմները բացակայում են, իրենք ընդհանրապես դադարում են գործելուց։ Եվ մենք հայտում ենք մի իրավիճակում, եւ ցանկացած մարդ որ գա իշխանության, լինի հաջորդ ճամփրուկահանձնումը, ապա ու եթե չգնա ռադիկալ արմատական պետական համակարգերի փոփոխության ճանապարհով, ապա մենք ցավոք սրտի կունենանք նույն իրավիճակը, երբ որ մարդիկ կտեսնեն, որ նա որ իշխանությանը նայել ամեն ինչի տեղ։ Այստեղ հասարակության մի նույնիսկ կարելի ասել ստվար զանգված մտածում եմ, որ հեսա Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները սրվել են, ուրեմն ռեգիոնում Ռուսաստանը Ադրբեջանի պորտը տեղ է կդնի, մեզ էլ ոմանք կարծում են, որ Արցախ ու Նախիջևան կնվիրի։ Նայեք, մեզ երբեք ոչինչ չեն նվիրել ու չեն նվիրի։ Դե ոնց նվիրեցին Ադրբեջանին հիմա այդպես։ Սա, չէ, նույնիսկ Ադրբեջանին չեն նվիրել։ Եթե դու պատրաստ ես քո զենքը ձեռին քո տունը պահել, քեզ ոչ ոք չի օգնի։ Սա կարևորագույն պայմանն է։
Առաջին եւ կարևորը, իսկ դրա համար հենց պետք է քո ազգային գաղափարախոսությունը, քո ազգային ինքնությունը, որ դու հասկանաս, որ զենքով քո տունը պահելը, քո հողը պահելը, դա քո կյանքի իմաստն է։ Եվ սա նորմալ է, սա բնական է։ Այսինքն մենք պետք է ի սկզբանե, եթե մենք ունենայինք պետություն, այլ ոչ թե պետության խեղաթյուրված այս համակարգը, որ 35-34 տարի կա, ապա հենց մենք ի սկզբանե պետք է գնայինք ազգ-բանակ գաղափարի ստեղծման ճանապարհով։ Այսինքն որ ամբողջ ազգը լիներ բանակ։ Այլ ոչ թե գնայինք 18-20 տարեկան տղաներից բանակի ձևավորում, որը շատ հատուկ է միայն մեծ կայսրություններին։ Այսինքն սովետական միությանը դա ձեռնատու էր տարբեր մեծ խոշոր պետություններ, որոնք 100 միլիոնավոր բնակչություն ունեն, իրենք կարող են դա իրենց թույլ տան։ 2-3 միլիոն բնակչության պայմաններում դու ամբողջ երկրի պաշտպանությունը պետք է լիներ ամբողջ բնակչության պարտականությունը, ու որը նաև աշխատում է, շատ երկրներ հենց այդ ճանապարհով են գնացել։ Ու մենք փոխանակ այդ ճանապարհով գնայինք, մենք ամեն կերպ կանգնեցրեցինք Արցախյան պատերազմը 94 թվականին ինքելով Բիշկեկյան այդ խայտարակ փաստաթուղթը ստորագրելով հրադադարի, որին իդեպ դեմ էին այն ժամանակում վարսագույն գեներալները, դա եւ գլխավոր շտաբի պետներ դեմ, եւ փոխնախարար Նորատեր Գրիգորյանցներ դեմ եւ այլն, այդ մարդիկ նույնիսկ դրանից հետո հրաժարական տվեցին հեռացան երկրից։ Իրանք դեմ են, որտեղ իրանք հասկանում են, որ այս պատերազմը կարող է կրկնվել, որ չի կարելի այս վիճակով դադարեցնել առավելևս այս պայմաններով, որտեղ այն ժամանակ մենք ենք գերիշխում հողի վրա, եւ քանի որ մենք գերիշխում ենք հողի վրա, մենք պետք է մեր պայմաններով թելադրենք, այսինքն խաղաղությունը պետք է կնքվեր մեր պայմաններով, այլ ոչ թե Ադրբեջանի։ Բայց մենք գնացինք խայտարակ փաստաթղթի ստորագրման, որի արդյունքում ստացանք 44-օրյա պատերազմ։ Այդ 44-օրյա պատերազմը դա Բիշկեկում կնքված այդ խայտարակ հրադադարի արդյունքն է։ Երբ որ չհետևեցին զինվորական ռազմական մեր մասնագետների խորհուրդները չլսեցին, մեր քաղաքական ղեկավարությունը, ու մենք ստացանք այն, ինչ որ ստացանք։ Իդեպ ուզում եմ նաև հիշեցնել, ցավոք սրտի միշտ տենց է եղել։ Մենք ռազմի դաշտում հողի վրա մի արդյունք ենք ունեցել, քաղաքական փաստաթղթերի մեկ այլ պատմությունն էլ է տենց, հա։ Ասենք թե մենք գնացինք Սարդարապատում եւ ապան մաղթեցինք, հետո գնացինք Բաթումի խայտարակ համաձայնագիրը կնքինք, որ չես հասկանում, ոնց կարելի Սարդարապատում թուրքերին ջարդես կոտորես, որ փախազիվ գնա, հետո գնաց Բաթում ստորագրել։ Նույնը եղավ 44-օրյա պատերազմ։ Հողի վրա մենք ունեինք այլ վիճակ, ստորագրած փաստաթղթը մեր վիճակի էլ ավելի վատ է։ Իհարկե, Խարվաճար չեն հաղթել, Խարվաճար թուրք չի մտել։ Խարվաճարը, Աղդամը, բան եւ այլն։ Հա, Աղդամ ես եմ անձամբ եղել։ Եվ այս իրավիճակը միշտ կրկնվում է, որտեղ մենք սա էլ մեկ այլ հարց է, որ կարող ենք խոսալ ազգային էլիտայի ձևավորման մասին, որտեղ պետության կարևորագույն պայմանն նաև ազգային էլիտայի ձևավորում, բայց ազգային էլիտան ձևավորվում է գաղափարախոսությունների շուրջ։ Մեր ազգային էլիտան միշտ էլ ձևավորվել է ցավոք սրտի քաղաքական լափամանի շուրջ մոտ լինելու, ասենց գաղափարախոսության շուրջ։ Եվ այդ լափի գաղափարախոսությունը փոխարինվել է ազգային զարգացման, ազգային աշխարհաքաղաքականության տեսլականը ստեղծելու փոխարեն։ Բայց չէ որ միայն ազգային էլիտա միայն քաղաքական դեմքերը չեն, էլ այնտեղ մենք չէ, բացարձակ մտավորականներ ունեն։ Իհարկե ճիշտ եք ասում, ազգային էլիտան շատ լայն հասկացություն է։ Միթե իրանք էլ էին այդ։ Նայ, քո մտավորականությունը պետք է լինի ազգային։ Քո մտավորականություններ, ռեյսորներ, ինչ ասես ունենք, ինչ ասես ում ասես պահում այս պետությունը։ Նայ, ձրիակեր տեր մեկ չէ, մենք հիմա ինչ աղետի մեջ ենք։ Եվ քո, ասենք թե մտավորականությունից քանից նա խոսում ես աղետի մասին, շատ քչեր է ցավոք սրտի։ Մեծ մասը նախընտրում են ով հիշում ենք, ով է ես փալան սկզբունքով ապրելով։ Եվ մտավորականությունը լուր է, էլի մեծամասամբ։ Կան խոսացող մարդիկ փառքաստու, բայց մեծամասամբ այդ մարդիկ լուր են ու նախընտրում են չխոսել, որովհետեւ իրենց չգիտեմ, աշխատանքից չհեռացեն կամ մեկ այլ պատճառով։ Արդյունքում մենք կարող ենք կրկնել ցավոք սրտի Արցախի ճակատագիրը, եւ որ մեզ կզրկեն մեր տներից, մեր տեղերից, եթե մենք չենք ցանկանում պայքարել մեր հայրենիքի համար։ Բայց շատ տարբեր գնահատականներով հակառակը ժողովրդի ներսում եռ է սկսել, եռում է ամեն ինչ, այդ սոցիալական պայթյուն են կանխատեսում, որովհետեւ արդեն կարմիր գծերը հատվում։ Այնպիսի գծեր, որոնք ինքնության են վերաբերվում։ Շատ կարևոր էլի հարց բացացրեցիր, երբ որ խոսում ենք ազգային պետության մասին, մենք պետք է հստակ մի բան հասկանանք, ազգային պետությունը կարող կայանա, եթե ինքը սոցիալական արդարության վրա է հիմնված։ Մեր պետությունում երբեք արդարություն չի եղել։
երբեք 34 տարի մեջ արդար Հայաստան պետություն, ասենց ասենք, չի եղել ընդհանրապես։ Սա հենց քո ամբողջ այդ պատճառներից մեկը, որ ես միշտ պնդում եմ, Հայաստանը երբեք էլ ազգային պետություն չի եղել, ինքը կեղծ կատեգորիա է։ Կամ ասենց ասեմ, եթե դու չունես արդար համակարգ, օրինակի համար մի օրինակ բերեմ, դա հենց բանակային համակարգն է, չէ՞։ Մենք գիտենք, որ շատ մեծահարուստների, որպես կանոն, քիչ թե շատ մեծահարուստների զավակները չէին ծառայում բանակում։ Ու արդյունքը մենք ստեղծել ենք մի իրավիճակ, որ բանակում ծառայել եւ հայրենիքի համար մարտնչելը դարձել էր աղքատների մենաշնորհը։ Սա ամենախայտառակ բանն է, որ կարա լինի, հետաբար նշանակում է դու որպես պետությունը չես կանում։ Հայաստանի պես պետությունում ծառայելը բանակում եւ հայրենիքի համար պետք է դառնա բոլորի պարտականություն։ Նորից եմ կրկնում, խոսքը 10-20 տարեկանների բանակի մասին չի։ Մենք պետք է վաղուց արդեն գնացած ստեղծած լինենք մեր ազգային պայստազորը։ Օրինակ համար նույն Շվեյցարիան, որը 200 տարի արդեն չեզոք պետություն է կարողանում պահպանել, ինքը աշխարհի ամենառազմականացված պետությունն է։ Թիվ 1 ռազմականացված պետությունը աշխարհի ամենաչեզոք պետությունն է Շվեյցարիան, որը ունի պայստազորային համակարգ, որտեղ բանակ են ընդունում 18 տարեկանում, զորացել են 53 տարեկանում։ Իսկ մինչև 53 տարեկանը բոլորը, անկախ նրանից թե պետական ինչ պաշտոն է զբաղեցնում, անկախ նրանից թե սոցիալական ինչ հարթակի վրա է գտնվում, մեծահարուստ է, քչահարուստ է, թե աղքատ է, բոլորը պարտադիր կերպով իրենց պայստազորային համակարգով անցնում են։ Բոլորը ունեն զենք զինամթերք իրենց տանը դրած եւ պարբերաբար ամեն տարի որոշակի ժամանակով գնում են եւ ծառայում են այն տեղերում, որտեղ իրենք պարտավոր են դա անել։ Այսինքն պայստազորային այս համակարգի ստեղծումը Շվեյցարիայում, օրինակ Ֆինլանդիայում կա այդ համակարգը շատ ակտիվ ներդրված։ Սինգապուրում կա այդ համակարգը ներդրված։ Այսինքն, երբ որ նրանք հասկացել են, որ նրանց երկրի անվտանգությունը դա բոլորի պարտականությունն է, դա չի կարող լինի, ասենք թե որոշ մարդիկ ովքեր ասենք թե հակնում են ֆորմա եւ զինվորական են, դա իրենց պարտականությունը, ես էլ ասենք թե չգիտեմ մտավորական եմ կամ պատմաբան եմ, իմ գործն էլ չգիտեմ, դասախոսություն կարդալ, չէ, սա բոլորիս գործն է։ Սա չի կարող տարբերություն լինել։ Սա արդարության կարևորագույն պայմաններից մեկն է, որը Հայաստանում երբեք չի եղել։ Մյուս արդարության կարևորագույն պայմանը դա կրթական համակարգն է։ Երբ որ դու կրթական համակարգը դնում ես, ասենք բարձրագույն կրթությունը ֆինանսավորմանն ես դնում, այսինքն մարդիկ իրենք պետք է վճարեն իրենց ջեբից։ Սա նույնպես անարդարություն է, որովհետեւ մեկը կարա վճարի իր զավակի համար, երկրորդը չի կարող։ Այո։ Եվ պետության պարտականությունը հենց այդ համակարգը ստեղծելը, որովհետեւ մարդը երբեք խնդիր չունենա կրթություն ստանալու, երբեք խնդիր չունենա այն ամեն ինչ որ ստեղծում է արդարության համակարգի հիման վրա, այսինքն այն ամեն բարիք որ ստեղծում է պետությունը, դրանից օգտվելու խնդիր չունենա։ Եվ որ ինքը հասկանա, որ այն մարդիկ ովքեր որ եկել են իշխանության, որոնք կառավարում են պետությունը, իրանք եկել են իր շնորհիվ եւ ծառայում են իրեն։ Եվ ինքն իր պարտքը համարի ծառայի հանուն հայրենիքի բարբերաբար գնա պայստազորային համակարգում իր տարեկան ամեն տարի հենց գործը անի։ Այսինքն արդարության այս համակարգի հիմնումը, սա նաև բերում է մյուս բանին, երբ որ պետությունը վերահսկում է, ասենք թե որոշ համակարգեր, օրինակի համար հանքարդյունաբերությունը եւ հանքարդյունաբերության ստեղծած եկամուտները որոշակիորեն բաշխվում են այն մարդկանց մեջ, ովքեր սոցիալական որոշակի խնդիրներ ունեն։ Սա ոչ թե նպաստի տեսքով է բաշխվում, այլ տարբեր ձև, օրինակի համար, եթե դու գնում ես պայստազորային համակարգում պարբերաբար քո գործ անես, դու դրա համար վճարվում ես։ Եվ երկրորդ ասենք թե այդ երկրները որպես կանոն պայստազորային համակարգում ծառայելը բերում է նաև քո կարիերայի աճը, որովհետև որոշակի պաշտոններ կապված են պայստազորում, թե դու ինչ զինվորական կարգավիճակ ունես։ Լավ, սպաչեսիվան։ Այսինքն սա շատ բարդ, բայց գործուն համակարգ է, որոնք շատ երկրներ կիրառում են։ Հայաստանում սա երբեք ցավոք սրտի չի եղել։ Ինչ անել, ո՞րն է ելքը։ Մենք աստիճանաբար մտնում ենք ընտրական տարի, ռեգիոնում ասենց հարաբերական խաղաղություն է, երեք մեր քանի օր առաջ էլի գլուխ գոված չի, ասում տարի ու կեսա սահմանին ոչ մի զինվոր չի զոհվել։ Սիրուն աչքերիդ համար չի զոհվել, հա։ Չէ, իդեպ ասեմ սուտել ասում, որովհետև Հայաստանում շատ եղել, որ տարիներ շարունակ սահմանին մենք զոհ չենք ունեցել։ Խոսքը Հայաստանի Հանրապետության սահմանի մասին։ Հենց եղել է տարիներ շարունակ եւ նենց չէ որ վերջին 1.5 տարին, բայց ցավոք սրտի այդ ընթացքում նաեւ զինվորներ բանակում զոհվում են։ Տարբեր պատճառներով եւ այլն, որի դեմ իրենք չեն կարողանում առնել, նույնիսկ անցյալ տարի բավական մեծ թիվ է եղել զոհերի թիվը։ Հիմա խնդիրը հետեւյալում է, խնդիրը դա չի։ Խնդիրն է մենք ոնց ենք մեր անվտանգությունը պահպանում, ոնց ենք այդ անվտանգային համակարգը կառուցում։
նորից դու չես կարող դա կառուցես անընդհատ զիջումների ճանապարհով, որտեղ իրավիճակը շատ արագ է փոխվում, աշխարհաքաղաքական զարգացման դինամիկան տենում ենք ինչ արագությամբ է փոխում տարբեր իշխանություն, այսինքն Տրամպը եկավ իշխանության եւ որոշակիորեն փոխվեց Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ այլն եւ այլն։ Գազայում ընթանում է պատերազմ, բառացիորեն մի ամիս առաջ Իսրայել-Իրան պատերազմը, մենք ապրում ենք շատ ռազմական, բավական լրջագույն մարտահրավերների ժամանակաշրջանում։ Գլուխ գովալ, որ հիմա Հայաստանի վրա ոչ ոք չի արձակներ եկել, այն է երկրի առաջին ղեկավարի, ով իր անվտանգության պաշտպան է, դա հիմարություն է։ Այսինքն ինքը հակառակը պետք է մտածի, որ Հայաստանի վրա ամեն բան կարող են հարձակել, եւ մտածի ոնց այդ համակարգերը կառուցել, որպեսզի դա տեղի չունենա։ Դե ասում որ զինվում ես, ռազմականանում ես, ագրեսիա ես առաջարկում, առայ բանանում էլի, ասենք թշնամուտ մոտ։ Ինչպես իր նախարարներից էլի, մի քանի թշվառկան, չէ, ասում դե հիմա գիտեք ինչ, դե ագրեսիա է առաջացնում էլի, մարդիկ տենց ջղաձգվում են, որ իրանց լեռը, ասենք ասել կուզի մասի սարը, Արարատ լեռը, ասենք բանը կնիքի մեջ։ Իդեպ իրենց կարելի է հիշեցնել, որ միայն վերջին 9 ամիսների ընթացքում Ադրբեջանը եւ Թուրքիան մեծ թվով ռազմական վարժանքներ են իրականացնել։ Այն դեպքում, որ Հայաստանը վերջին 5 տարում ոչ մի ռազմական վարժանք չի իրականացրել 2020 թվականից հետո։ Իսկ Ադրբեջանը եւ Թուրքիան միասին կամ առանձին Հայաստանի սահմանի շուրջ տարեկան 20 թիվը իշենք էլի տարբեր ռազմական վարժանքները իրականացում, այսինքն ամիսը 1.5 մոտապես ռազմական վարժանք։ Դե Ադրբեջանը մեզ արդեն շանտեղել չի դնում, իսկ Ադրբեջանը Ռուսաստանին ատամ ցույց տալիս, ու ուկրաինացիներին ասում է, այդ օկուպանտ Ռուսաստանից ազատվեք, այդ տեսակ ոնց մենք բան արեցինք, Արցախ հետ բերեցինք։ Իրանին ատամ ցույց տալիս, իր տարածքը տալիս է Իսրայելին, որ ընդեղից անօթաչու գախփի Իրանին։ Մարդը իր սուլթան է կարծում արդեն Արաբ Կովկասյան։ Դա ցավոք սրտի նաև այսօր գործող մեր հայաստանյան գաղական ռեժիմի թեթև ձեռքով է տեղ ունեցել, որը որ դավաճանեց Արցախը, եկեք ասում են բարերը ասենք նենց ոնց որ կան։ Դե սրանց հաճելի է, թքում են երեսներին, այնտեղ ինչ ասես, ասում արփեցող ծաղրացու, ես գետինն եմ մտնում, իրանք վստահ եմ աճիկը հավես է, լավ, ան չգիտեմ։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1, Full Learning, ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Հա, բայց ճիշտ եք ասում, պետք է այդ գնահատականը տրվի, դա շատ կարևոր է, որ ասենք իրականությունը ոնց կա, այլ ոչ թե խափենք բնակչությանը, ասենք դե հիմա էս ասենց ոնց է, չէ, մենք պիտի այդ իրականությունը ձեր հետ միասին փոխենք։ Ու փոխելու ձևերից մեկն է հենց այս հարցազրույցն է, որով այն մարդիկ, ովքեր կլսեն, որ կհասկանան, որ մենք գտնում ենք բավական լրջագույն վտանգների մեջ, որ այս մարդիկ ոչ թե Հայաստանի անկախության եւ անվտանգության մասին են մտածում, այլ իրենց վերարտադրման մասին են մտածում, եւ հանուն դրա գնում են զիջումներ եւ իրենց վերարտադրումը շատ վտանգավոր է կրկնակի երրակի մեր համար, քանի որ դա լինելու է ի շնորհիվ, ասենք ասենք Ալիևի, որը կարող խոսք տա, ասենք թե եւս մի տարի կամ մի 7-8 ամիս Հայաստանի սահմանի շուրջ ագրեսիա չկատարի, եթե իրենք գնան հերթական զիջումներ, օրինակ փոխեն սահմանադրություն, տան Զանգեզուրի միջանցքը վերջնական իրենց, փոխեն սահմանադրությունը, Հայաստանից ահռելի տարածքներ, այսպես կոչված կեղծ անկլավ կոչվածները նվիրեն իրեն եւ այլն, չէ, իրենք այդ ոչ մի պահանջներից չեն հրաժարվել։ 300,000-ից, չգիտեմ ինչքան ադրբեջանցի բերեն Հայաստան։ Եվ այլն տարբեր պահանջներ իրենք կարող են դնել եւ իրենք չեն կանգնելու այդ պահանջների, այսինքն, ասենց ասեմ, հերթական իրականացությունից հետո չեն էլ ասելու բավե, ինչ որ նոր գնանք խաղաղության պայմանագիր կնքման։ Սա էլ եմ ուզում հատուկ շեշտել։ Բոլոր այն պնդումները, որ իբր թե Հայաստանի ճանապարհները Ադրբեջանի Թուրքիայի հետ կբացվի, որ իբր թե Ադրբեջանի Թուրքիայի ճանապարհների բացման շնորհիվ Հայաստան ինչ որ միլիարդներ են հոսել, տենց բան կարող է հայտարարել միայն այն մարդիկ, ովքեր իսկապես մտավոր ինչ որ խնդիրներ ունեցող մարդիկ են։
իսկապես լուրջ իմբիցիլով տառապող անձին կարող են միայն դա ասել, որտեղ իրականության մեջ Ադրբեջանը եւ Թուրքիան երբեք թույլ չեն տա, որ Հայաստանը ինչ-որ մեծ ներդրումներ մտնի իրենց շնորհիվ, որովհետեւ իրենք ճանապարհը բացել, որտեղ ոչ մի ճանապարհ էլ չեն բացել։ Մենք կարող ենք ուղիղ մի տարի հետո հանդիպել ստեղ եւ կտեսնենք, որ նույնիսկ մի տարի անց, եթե Աստված չանի, իրենք նույնիսկ եթե վերարտադրվեն, ոչ մի ճանապարհ բաց չի էլ բացվելու, որտեղ դա իրենք երբեք թույլ չեն տա, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան։ Հաղորդման վերջաբանն է մի քանի բլից հարց։ Ինչ է ձեզ համար հայրենիքը, պարոն Մամելյան։ Վայ, գիտեք, ծանր հարց է, որովհետև հայրենիքը ինձ համար, սենց ասեմ, հայրենիքը ինձ համար դա նախ եւ առաջ հիշողություն է, իմ այն մեծ հայքի, որի մասին ես մանկուց կարդացել եմ։ Հայրենիքը ինձ համար ոչ միայն էս 28000 քառակուսի կիլոմետր, այլ ավելին հայրենիքը ինձ համար Արցախն է, նաեւ։ Հայրենիքը ինձ համար Կարսն է, իդեպ իմ օրինակի համար մի տատը ծնվել է Բիթլիսում, Վանից ոչ շատ հեռու։ Մյուս պապս ծնվել է Կարսում։ Մյուս պապս ծնվել է Զագլի քաղաքում, գյուղում, որը պատմական Փիփում, որը Կիրովաբադից ոչ շատ հեռու է։ Այսինքն ու այդ ամբողջը հիմա գրաված է թուրքերի կողմից, թուրքերի եւ ադրբեջանցիների։ Պարզայից այդ ամեն ինչից հրաժարվելու մտադրություն չունեմ։ Պարզա, որ ես իմ երեխաներին, իմ թոռներին եւ պատվիրել եմ, որ դա միշտ հիշեմ։ Այդ ամենը իմ հայրենիքն է։ Այ գերագույնը ստեղ ձեզ կհակադարձեր կասեր, այդ ինչ կեղծ իրազների հետևեք, էսա ձեր իրական Հայաստանը։ 27804 cent բաներ աճած։ Սա իդեպ սա էլ եմ հատուկ շեշտում, սա Թուրքիայի եւ բոլշևիկների գծած Հայաստանն է։ Եվ գնալ թուրք բոլշևիկյան այս խայտարակ փաստաթղթի պաշտպանության հետևից սա ամոթալի է, ուղղակի ցանկացած մարդու համար։ Դե հետ են տվե ասել են էսա քո փաստաթուղթը, դες թվում է ինչ է։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ այս մարդիկ իրենց հայրենիքին չեն ծառայում, այլ թուրքերին են ծառայում։ Պարոն Մամելյան, ինչպեսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։ Վայ, գիտեք, ես ցանկանում եմ տեսնել հզոր Հայաստան։ Հզոր ասելով նայեք, ես մի փոքր ճիշտ եմ ինչ նկատում եմ։ 10 տարին բավական ժամանակ է, որպեսզի մենք կարողանանք նոր սերունդ կրթելու։ Դաստիարակելու նոր սերունդ, որը կհասկանա, որ Հայաստանի ապրելու ամենամեծ առավելությունը հայկական ինքնության պահպանությունն է եւ հայկական sense ասեմ էթնիկ են երազանքները, որ կան, դրա հետևից գնալն է։ Հնարավոր 10 տարի հետո պարզ որ չենք հասնի ոչինչի, բայց շատ կարեւոր է այդ երիտասարդությունը դաստիարակել։ Այդ սերունդը լինի։ Այդ սերունդը լինի, հա։ Ու այդ սերունդը շատ դժվար է լինելու դաստիարակել, մանավանդ այս աշխարհակաղակական իրավիճակով, ինտերնետի պայմաններում եւ այլն, բայց շատ կարեւոր է որ դրա հետևից գնա։ Հայաստանի ղեկավարը դուք եք առաջին 3 որոշումները, որ կկայացնեիք։ Շատ բարդ հարցից։ Նախ ես կփոխեի այս պետական համակարգը։ Սահմանադրությունը։ Հա, նոր ազգային սահմանադրության։ Դե դա էլ երագույնն էլ է ուզում փոխի։ 4-րդ հանրապետություն ենք ստեղծել։ Չէ, ինքը սահմանությունը չի ուզում փոխել, ինքը ուզում է հրաժարվի հռչակագրից։ Ընդհակառակը ես հռչակագիրը կդնեի մեր սահմանադրության կամ օրենքներին համակարգ որ կստեղծի դրա առանցքը։ Որտեղ հռչակագիրը մեր ինքնության կարևորագույն պայմանն է։ Եվ սա առաջին պայմաններից մեկն է։ Երկրորդը ես կպահանջեի ամբողջովին մեր կրթական համակարգի փոփոխություն։ Հրաժարվում ես Բոլոնյան կրթական համակարգից եւ նոր կրթական համակարգի ստեղծում այն լավագույնից, որ մենք ունեցել ենք նույնիսկ սովետական Հայաստանի տարիներից։ Մենք լավ կրթական համակարգ ունեինք։ Սա երկրորդը եւ երրորդը ես կգնայի հայկական պայստազորային բանակ համակարգի ստեղծմանը։ Հասկացա։ Որ գիրքը մարդն իր կյանքում պետք է կամ հայ մարդը պետք է անպայման կարդա։ Ես շատ քիչ գրքեր եմ մի քանի անգամ կարդացել։ Դրանցից մեկը առաջին հերթին Աստվածաշունչն է։ Խորհուրդ կտամ ամեն 10 տարին մեկ մի անգամ կարդալ հայ մարդը, որովհետև դու տարբեր կերպես ընկալում պայմանավորված քո տարիքի հետ, քո կյանքի փորձի հետ եւ այլն։ Քեզ կթվա թե դու բացարձակ տարբեր գրքեր ես կարդում։ Եվս երկու գիրք կա, որ ես իմ կյանքում կարդացել եմ երկու անգամ։ Դա եղել է Ռաֆու Խաչագովի Շտակարանը, որը կարծում եմ Ռաֆու ամենահանճարեղ աշխատանքներից մեկն է, որը չի գնահատվել, չի հասկացվել, որովհետև Ռաֆին իր կյանքը ասենց ասեմ մի հանճարը զոհեց նա, որ գնաց հայրենասիրական գրականության ստեղծման հետևից, ինչը շատ կարևոր էր։ Բայց Խաչագովի Շտակարանը ցույց տվեց նաև իր գրողի խորությունը։ Հա։
Երկրորդը ես խորհուրդ տամ շատերին կարդալ Լև Տոլստոյի Պատերազմի խաղաղություն։ Ծանր բաներ եք ասում։ Հասկացանք, ո՞րն է երջանիկ լինելու ձեր բանաձևը։ Վայ, իմ կարծիքով ես դեպ 60 տարեկան եմ հիմա եւ հասկացել եմ, որ երջանիկ լինելու բանաձևի կարևորագույն պայմանը դա երեխաներն են, զավակներն են։ Ինձ համար իմ զավակներն են իմ երջանիկ լինելու կարևորագույն բանաձևի հիմքը։ Աստծուն տեսնեիք, ինչ կասեիք։ Չգիտեմ, բարդ հարց է։ Երեք փորձեի հասկանալ արդյոք ես իմ ներսում լինելով հայ քրիստոնյա, ապրել եմ այդ քրիստոնեական կանոններով, գոնե փորձել եմ։ Երեք դա կարծինի, հետո շատ կցանկանայի իմ ծնողներին տեսնել։ Եվ վերջին հարցս ինչից եք ամենից շատ վախենում։ Ամենից շատ վախենում եմ անտարբերությունից։ Ամենասարսափելի մարդկային մեղքերից մեկը իմ համոզմամբ անտարբերությունն է։ Հիշում եք, չէ՞, Դանտեի մոտ հայտնի մաս կա, որ խավարանում երբ որ հանդիպում են ինչ-որ մահացած մարդկանց հոգիների, որոնց ոչ դժոխք են թողում մտնեն, ոչ դրախտ, ասում ես ովքեր են, ասում ես նրանք անտարբեր մարդիկ են, որոնք երբեք ոչինչով չեն հետաքրքրվում։ Որոնք քաղաքականությամբ չեն զբաղվում։ Ոչ միայն քաղաքականությամբ, ընդհանրապես։ Չէ, այն հայտնի ձևակերպումը, խնդրում եմ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինձ հարց մի տվեք։ Հա։ Սա վախկոտ մարդու մոտեցում է իրականության մեջ, որտեղ երբ որ դու հայտի խոսքը չի քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունը քեզանով զբաղվում։ Անտարբերությունը մեծացել է, առնվազն նախ այս վերջին 7 տարվա վերջին երկու ընտրությունները դրա վառ վկայությունն են։ 1 միլիոնանոց քաղաքապետը կամ 1 միլիոնանոց քաղաքի քաղաքապետը ընտրվել է 90 թե 110,000 ձայներով։ 90,000 ձայնով, այն դեպքում որ քաղաքում կա 800,000 ընտրող։ Խնդրեմ, սա արդեն խոսում է։ Եվ մոտավորապես նույն պատկերն է Գերագույնի պարագայում, իր ուսապարկերով հանդերձ։ Նայեք, հաջորդ ընտրություններն իր գերագույն խնդիրն է լինելու ընդդիմության ես նկատի ունեմ, մարդկանց բերել ընտրատեղամասեր։ Դա համար շատ կարևոր է, որպեսզի ընտրությունների մասնակցեն տարբեր քաղաքական թիմեր, այդ թվում նաև նոր քաղաքական թիմեր, նոր դեմքեր են պետք։ Ես մի քանի անգամ ասել եմ, ուզում եմ կրկնեմ, մեզ նոր քաղաքական մշակույթ է պետք։ Նոր գաղափարներով, նոր մարդկանցով, նոր դեմքերով, որտեղ մարդիկ հոգնել են, անդադ նույն դեմքերին տեսնելուց, սրանից են հոգնել, նախկիններից են հոգնել։ Ես ուզում եմ նաև քանի որ առիթ կա, սա էլ ասեմ, նայեք մեր քաղաքական համակարգը որ նայում ենք վերջին 34-35 տարվա, ապա ցավոք սրտի տեսնում ենք ոնց են մեր քաղաքական ղեկավարները ասենք մի պորտալարով իրար հետ կապված։ Բոլորը նույնն են։ Մեկը մի քիչ ավելի ցինիկ, մյուսը պակաս ցինիկ, բայց իրականության մեջ բոլորը նույն են, նույն տեղից են սնվում, նույն ձև են կառավարում, ցավոք սրտի եւ ուղղակի այս վերջինը ամենավատն է, որովհետեւ սա նաեւ դավաճան։ Այսինքն հենց նոր վարչապետ է ունենալու եւ պետք է այդ թարմարյունը ուղղակի մեր նոր դարաշրջանի սկիզբը։ Շատ կարեւոր է հենց այդ նոր դարաշրջանի սկիզբը սկսենք նոր դեմքերից եւ նոր մարդկանցով, նոր մշակույթով քաղաքական։ Պարոն Մամելյան, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն էր, որի հյուրն այսօր միջազգայնագետ Արմեն Մամելյանն էր։ Շնորհակալություն, որ հարցազրույցը դիտեցիք եւ բաժանորդագրվեցիք մեր ալիքին։